Հիմա երկրորդ հակադարձումս անեմ հենց այս թեմայով։ Տես, միջին վիճակագրական հայ մարդը անկեղծ այս իրավիճակում ինքը չգիտի ինչ պիտի անի։ Իրան պետքա սիգնալը տալ, իրան պետքա բացատրել քո գործողությունները այս իրավիճակում, որովհետև այդ սիգնալը եթե ինքը չի ստանում, ինքը չի հասկանում ուր պիտի գնա, ինչը պաշտպանի, ոնց, ինչ միջոցներով, ինչ պիտի անի, հա, հասարակ քաղաքացին։ Հետևաբար, եթե չկա ձևակերպված այդ մեսիջը եւ գործողությունների ինչ որ, չգիտեմ, 1, 2, 3, 4 քայլանի ինչ որ գայդբուք լինի, հա, ցանկացած մարդ, որը համարում է իրան քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ կամ աթեիստ, որը գնահատում է եւ կարեւորում է հայ առաքելական եկեղեցու դերը որպես ինստիտուտ եւ համարում է որ այն ինչ որ տեղի է ունենում անարդար է, սխալ է եւ անընդունելի, ինչ պիտի անի այդ մարդը։ Սա լավ հարց է, իրականում հնարավոր չի նոնսենս իրավիճակների համար գայդբուքեր ստեղծել, մտածել, որ եթե այս բան լինի, ինչ պիտի անի հասարակությունը։ Դե իրականում այն ինչ որ հիմա եկեղեցու դեմ է 8-րդ տարին շարունակվող հա, համաձայն եմ, հասկանում եմ ինչի մասին ես ասում, բայց այստեղ երկու կարևոր բան կա։ Նախ ինչա մտածում միջին հայ այս ամեն ինչին նայելով ցավալի արձանագրություն պետք է անեմ։ Մտածում եմ, որ արա փաստորեն եկեղեցում էլ կար, հա, այսքան խնդիրներ։ Փաստորեն եկեղեցին էլ էր փտած։ Այս միտքն առաջինը գալիս, հասկանում եք, մեկի մոտ դա գալիս է իշխանության քարոզչությունից, որ ասում են, տեսեք, այս հոգևորականը, չգիտեմ, ինչ զանցանքները գործել եւ այլն, մյուսի մոտ գալիս է այդ միտքը այն փաստից, որ 10 եպիսկոպոսներ գնում եւ Նիկոլի առաջ խոնարհվում են։ Եվ ցավոք սրտի դա համատարած հիասթափության տարածման առաջի էֆեկտը ինչ որ կա, դա է, որտեղ ինձ շատ են փողոցում հարցում, ասում են, ախպեր, էս լավ, էս մեր պետության մեջ փաստորեն սենց էր, հա, բանակը տուշոն կաուտողներ էին, դատավորները վնգստացողներ էին, հոգևորականները այսպես են, դավաճան են եւ այլն։ Ու այս խնդիրը, որի իշխանությունը փորձում է լուծել ու ելի լուծում է։ Ինչ վերաբերում է մնացած հատվածով, որ հասկանում է ինչ կռիվը ինչի դեմ է եւ ինչպես պետք է պայքարել, դա չի կարելի ասել, որ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպի ինչ-որ բան անի, դա պետք է առաջնորդվի։ Ժողովրդի դիմադրությունը պետք է առաջնորդվի։ Եվ օրինակ ես դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսել եմ եւ եղել է դեպք, որ իմ հանրային առաջարկները ինչ որ բանի են վերածվել process-ի, որը ցավոք սրտի միշտ չի որ ավելի դուր էլի տենց։ Հա ես ունեմ, ես անկեղծ ես գիտեմ, հիմա տեսեք, մեր եթերը սկսելուց 1 ժամ առաջ, թե եթերի հենց սկզբում այդ 10 եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել։ Վստահ եմ այդ հայտարարությունը իրենք չեն գրել։ Նիկոլն էլ չի գրել, Նիկոլի օգնակներից մեկն է գրել, բառապաշարը նայում ես, հասկանում ես, էլի, իսկ այդ 10 եպիսկոպոսներին այդ օրն են գցել, թող տշպրտում են դեմները, ասում են ստորագրեք ու տարածում են։ Բայց բարձա չէ, որ իշխանությունը այդ ձևով շարունակում է իր հարձակումները եկեղեցու դեմ։ Դա պետք է ուշ ցույց տալ։ Պետք է ուշ ցույց տալ։ Ես օրինակ շատ լավ պատկերացնում եմ մի իրավիճակ, նաև համեմատականներ անցկացնելով Բագրատ Սրբազանի ձևավորած Սրբազան պայքարի հետ, թե ինչ եղավ, երբ որ մի եպիսկոպոս, մի թեմի առաջնորդ ոտքի կանգնեց եւ ասեց ժողովուրդ, ցես չի լինի։ Հայրենիքը հանձնում են, պետք է ոտքի կանգնենք, պայքարենք։ Ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Հիմա ես ուզում եմ օգտագործել այս եթերը եւ առաջարկել Վեհափար Հայրապետին, նվիրապետական դասին մեր մայրաթորի, ուշ ցույց պետք է տալ։ Պայմանական եմ ասում, հանրահավաք մայրաթորի բաց խորանի դեմ ասել ժողովուրդ ջան, եկեք Վեհափարը բան ունի ասելու։ Ես վստահեցնում եմ, որ այդ հանրահավաքին հավաքվելու է նվազագույնը 50,000 մարդ։ Ինչի վրա պետք է հենվի մեր եկեղեցին, եթե ոչ իր հոտի հավատարիմ զավակների դիմադրողականության վրա, եթե չկազմակերպվի այդ դիմադրողականությունը, չի լինելու ոչ մի բան։ Փոքրամասնությունն այս եպիսկոպոսների գալու է եւ ամեն կերպ ցույց է տալու, որ եկեղեցում կա խնդիրներ, հիասթափություններ, ինչի մասին որ քիչ առաջ խոսում է եւ այլն, եւ ի վերջո հասնելու են իրենց նպատակին։ Որովհետեւ հիմա եկեղեցին եւ մենք բոլորս ուզում ենք այս իշխանությունների հետ պայքարենք իրենց դաշտում, այսինքն կեղտոտ քարոզչության, որը անհնար է։ Իրանցից կեղտոտ հնարավոր չի այդ քարոզչությունը անել։ Իրավապահ համակարգի
ապօրինությունը, ինչի մասին քիչ առաջ նաև այլ գործերի առիթներով էր խոսում, բայց վստահ եմ, որ շարունակվելու է, չէ՞, Վեհապար Հայրապետի եղբոր կալանքը այսօր 2 ամսով երկարաձգեցին, նրա որդու կալանքը 3 ամսով երկարաձգեցին։ Այսինքն, եթե դու հակառակ կողմից ուժ ցույց չես տալիս, փորձում ես հարթեցնել, փորձում ես խնդիրները պահել, դա իրապես խելամիտ որոշում էր մի քանի ամիս առաջ, հա, բայց երբ որ կեղծ ձայնագրություններ են դաշնետվում, երբ որ երկրի կառավարիչը բաց ուղիղ հրապարակային եթերով Վեհապարին ասում է արի բանը ստես եւ այլն, այսինքն դու այդ մոռացել ենք, բայց դա էլ սկսվեց, հայտարարությունները ասում կարամ բացեմ ցույցում։ Հա, հասկանում եք, այս պարագայում քայլերը պետք է adekvat լինեն։ Համաչափ պետք է լինեն եւ պետք է իսկապես դրան է բերում, որ մարդիկ այդ այո ճիշտ ես ասում, չեն կարող ինքնակազմակերպվել, օրինակ ես կամ Վարուժանը մենք այս իրավիճակում այո պատրաստ ենք, քո ասած, հա, եթե ասեն հավաքվում եք բաց խորանի մոտ, այսինչ օր, այսինչ ժամին, վստահաբար 3-ս էլ այնտեղ ենք լինելու։ Դա երբ որ Վեհապարն է դա ասում, 3-ս էլ ենք լինելու ազները, երբ որ դա ասում է Նայիրի Հողիկյանը, ոչ մեկ չի գնում։ Իսկ իշխանական քարոզությունը գնում նկարում է, ասում է, տեսեք, կոչ արեցին, որ գան եկեղեցուն պաշտպանեն ու 3 հոգի մարդ եկավ։ Ես նույնիսկ տեղեկացված էլ չեմ, սա անկեղծ լինենք։ Ու նորմալ է, որ տեղեկացված չես լինի, բայց ամեն դեպքում սա իրականում կազմակերպված աշխատանք է պահանջում, չի կարելի թողնել։ Ես հիմա կասկածի տակ չեմ դնում Նայիրի Հողիկյանի այդ մղման ազնվությունը եւ այլն, չգիտեմ։ Բայց մասշտաբի հարց է, չէ, ասենք եթե ինչ որ մի թեկուս մեծ լսարան ունեցող մեկը գիշերվա ժամը 11-ին, 12-ին ասում է ժամը 9-ին հավաքվեք Մայրաթոր, բարձր ոչ մեկ չի գալու։ Բայց երբ որ դա արվում է կազմակերպված ձևով, երբ որ այդտեղ ներգրավում են քաղաքական ուժերի ռեսուրսները եւ այլն, այդ ժամանակ վստահեցնում եմ, որ սա ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի։ Փորձի համար եմ ասում, վաղը Կիրակի օրը բոլոր եկեղեցիները պատարակ է լինելու։ Հայաստանի ցանկացած եկեղեցի մտեք, ոտ դնելու տեղ չկա։ Եվ այդքան մարդաշատ չէր։ Այդ մարդաշատությունը պատարակների սկսվել է եկեղեցու դեմ հարձակումներից։ 2 անգամ ենք մենք նման դեպք ունեցել, պատերազմից անմիջապես հետո, որ մարդիկ չգիտեին ուր գնան, գնում են եկեղեցից փոփվելու, ինչ որ մխիթարանքի խոսք լսելու, չգիտեմ, մի ձև այդ հոգևոր բաները վերապրելու համար եւ հիմա եկեղեցիներում ասեղ գցելու տեղ չկա, դե բոլորը գալիս են, ինչ է դա, եթե ոչ աջակցություն։ Ես կասեմ նույնիսկ ինքը հարաբերական այդպես նոր ավանդույթ է հայ առաքելական եկեղեցում նոր տարվա գիշերը պատարակ մատուցելը եւ վերջում էս բոլորին նուր են բաժանում եւ չէ, նոր չի, լավ։ Դե մի 10-15 տարվա է։ Միշտ եղել է դա, ուղղակի մարդիկ վերջի շրջանում սկսել են շատ գնալ։ Ես անկեղծ դրա մասին իմացել եմ մի քանի տարի առաջ պատերազմից հետո մեր ընտանիքում այդպիսի ավանդույթ ձևավորվեց, որ նոր տարին մենք դիմավորում ենք եկեղեցում պատարակի Սուրբ Աննա ենք գնում եւ լեփլեցունա միշտ այսպես ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ հավաքվում են եւ տղաս այն օրը կատակով դրա մասին խոսում էինք, որ ինքը հիմա 8 տարեկան է, այսինքն վերջի 4-5 տարին ինքը այդպես է դիմավորել։ Այդ երեխան չի հիշում, որ ուրիշ ձևով է լինում, հա, նոր տարի դիմավորել է, ինքը գիտի հա որ հունվարի 1-ին առավոտյան Մայրաթորում Վեհապարն է միշտ դա անում, հենց բաց խորանում նրան օրհնեքի արարողություն է լինում նոր տարվա գիշերը եւ շատ խորհրդավոր է եւ իսկապես դա ինչ որ բան մանավանդ երեխաներին կամա մեջ, որտեղ իմ ընտանիքը նույնպես մենք քանի տարի շարունակ այդպես ենք դիմավորում նոր տարին։